Սիրելիներ, ուրեմն բարև բոլորիդ կողջունեմ Հիսուսից ջերմ սիրով ու շատ կուզենայի, որպեսզի ձեզի հետ այսօր քննարկենք այն խոսքերը, որը երեք Տերը ինձ տվել է, որպեսզի կիսվեմ ձեզի հետ։ Թեմայի վերնագիրն է Աստված ծաղր չի լինում։ Եսայա 55-րդ գլխի 6-ից 11 խոսքերը պիտի ընթերցենք ու միշտ հիշենք, որ Աստված ծաղր չի եղնի, որովհետև շատ շատերին կթվա, թե իրանք ինչ ուզենան կապրին, Աստված իրանց չի թողնի։ Դիք բոլորիս կվերաբերվի։ Եթե մենք կապրինք ըմպես ինչ որ կուզենք, հավատացած եղեք, որ Տերը իրա ձեռքը կքաշե մեր բոլորիս վրայից։ Ամեն մեկս, երբ որ մենք մեր աչքերը կբացենք, պիտի առաջինը Տիրոջ երեսը փնտրենք։ Տիրոջ կամքը փնտրենք ու միշտ հիշենք, որ երբեք Աստված ծաղր չի եղնի։ Դու կնաս մարդկանց մատների վրա ֆռցնես, բայց ոչ Աստծուն։ Դու կրնաս մարդկանց կեղծավորես, շողոկորտես, բայց ոչ Աստծուն։ Աստված ամեն մեկիս ներսը գիտե, ամեն մեկիս հատիկ առ հատիկ կճանճնա։ Դուր համար էլ ճիշտ կեղնի որ լուրջ մոտենանք այն խոսքերին, որ Աստված ծաղր չի լինում։ Մի քննարկենք Եսայա 6-րդ գլուխը, որը կոչ կենե բոլորից, Տերը փնտրեք, քանի որ նա կգտնվի, նրան կանչեք, քանի որ նա մոտ է։ Թող ամբարիշտ իր ճամփայից ու անօրեն մարդ իր խորհուրդներից հրաժարվի, և Տիրոջը դառնա, ու նա պիտի ողորմի, ու մեր Աստծուն, քանի որ նա առատապես կներե, քանի որ իմ խորհուրդներս ձեր խորհուրդներից չեն, ու իմ ճամփաներս ձեր ճամփաներից չեն, կասե Տերը, հապա որչափ երկինքը երկրից բարձր է, այնչափ իմ ճամփաներս ձեր ճամփաներից բարձր են, և իմ խորհուրդներս ձեր խորհուրդներից, քանի որ ինչպես անձրևն ու ձյունը երկնքից կիջնեն ու հոնչեն դառնա, հապա երկիրը կոռոգեն ու նրան պտղաբեր ու արգասավոր կանեն, ցանողին հունդ ու ուտողին հաց կուտան, իմ բերանից ելած խոսքն էլ այնպես պիտի լինի, ինձի պիտի պարապ չդառնա, հապա իմ կամքս պիտի կատարե, հաջողությամբ գործադրե այն բանը, որի համար նրան ղրկեցի։ Ուրեմն հիմա կարդանք 6-րդ խոսքից ու քննարկենք։ Տերը փնտրեք, քանի որ նա կգտնվի։ Ուրեմն շատ հաճախ մարդիկ կմտածեն, կամ մենք բոլորս կմտածենք, թե Աստված ինչի ինձ չի պատասխանը, իմ հարցից չի պատասխանը։ Ստեղ ինչ կսե, Տերը փնտրեք, քանի որ նա կգտնվի։ Այսինքն Աստված կորած չէ։ Եթե դու մանկ ես իրան կգտնես։ Ես շատ կուզենամ Տիրոջ ներկայությունը զգամ։ Ես շատ կուզենամ իմ հարցերից Տերը պատասխան տա։ Փնտրե Տիրոջը, Աստված կսե, ես կգտնվիմ։ Հետո ինչ կսե, նրան կանչեք, քանի որ նա մոտ է։ Ուրեմն ինքը կրնա հենց այս պահին քո կողքդ նստած կամ կանգնած է։ Դու նույնիսկ տեղյակ էլ չես, սկսե կանչե իրան, ինքը քեզի շատ մոտ է։ Եսայա 55-6 խոսքերը։ Նորից կկարդամ, Տերը փնտրեք, քանի որ նա կգտնվի, նրան կանչեք, քանի որ նա մոտ է։ Աստված մեզի բոլորիս շատ մոտ է։ Ու շատ ճիշտ կեղնի որ մենք մեր բոլոր հարցերի պատասխանները փնտրենք Տիրոջ մեջ։ Շարունակությունը կարդանք։ Թող ամբարիշտ իր ճամփայից ու անօրեն մարդ իր խորհուրդներից հրաժարվի։ Ուրեմն ամբարիշտ ինչ կնշանակի, որ քսի իր ճամփայից ու անօրեն մարդ իր խորհուրդներից հրաժարվի։
Այսինքն, եթե դու մեղքերի ու սխալների մեջ ես, այսօր ճիշտ ժամանակն է, որպեսզի դու հրաժարվիս քո մեղքերից ու սխալներից, որ բան նոր գիտես մեղք է, մի պարտադրե դիմացինին օրենե։ Կամ ինքդ մի էրա, քանի ժամանակ ունես, որովհետև եթե դու գիտես, որ ինչ որ մի բանը մեղք է, ու դու կենես կամ դիմացինին կպարտադրես։ Հիշեք, Աստվածաշնչի մեջ սարսափելի բան է Եբրայեցիս 10:31 խոսքը, կենդանի Աստծո ձեռքը ընկնելը սարսափելի բան է։ Դոր համար ճիշտ ժամանակն է, որպեսզի մեր սխալ ճանապարհներից ներողություն ու խորհուրդներից հրաժարվենք։ Շատ կարևոր է։ Ու մեր Աստծուն, քանի որ նա առատապես կները, եւ Տիրոջը դառնա, նա պիտի ողորմի նրան։ Ու մեր Աստծուն, քանի որ նա առատապես կները, մեղքեր ես գործե, սխալներ ես գործե, քանի ժամանակ կա, կսե հրաժարվի քու մեղքերիցդ, դարձի Տիրոջը, ինքը քեզի կողորմե ու առատապես կները։ Այսօր դի կոչ է բոլորիս, ուստեղ կուդար, քանի որ իմ խորհուրդներս ձեր խորհուրդներից չեն, ու իմ ճամփաներս ձեր ճամփաներից չեն, կասե Տերը, քանի որ որչափ երկինքն ու երկրից բարձր է, այնչափ իմ ճամփաներս ձեր ճամփաներից բարձր է։ Ուրեմն երկնքի ու երկրի հեռավորության հետ կամեմատվի մեր ու Աստծո տարբերությունն ու խորհուրդներն ու մտքերը։ Հիշեք, ցանկացած հարցի ճիշտ պատասխան կրնակ ստանաք Աստծուց։ Ինքնուրույն որևէ հարցի մեջ մի փորձեք լուծումներ գտնել, որովհետև ինչքան որ դուք հասկանաս, միլիոն անգամ ավելի Աստված։ Ինչքան որ դու քեզի խելացի համարես, միլիոն անգամ ավելի Աստծուն համար է խելացի, ու կյանքի ցանկացած ոլորտը պիտի իրականանա ճիշտ ձևով, իմաստուն ձևով, եթե դու Աստծո խորհուրդներն ու ճամփաները առաջի տեղը կտնես, ինչեղ, քսա Աստծուն կանչի, ինքը մոտ է, ինքը կորած չէ, ինքը կգտնվի, ինքը քո կողքդ նստած է, պարզապես փորձե հարցիդ պատասխանը հենց իրանից ստանաս, ոչ թե ինչ որ մարդկանց փնտրե, օրինակ մի Աստված ինձ թույլ է չի տար հեռախոսահամար տեղադրեմ ու շատ շատերը զանգեն ու ես իրանց հարցերին պատասխանեմ, եթե նկատել եք մեր հեռախոսահամարը չեմ տեղադրել, ինչի համար, որովհետև Աստված հիմի էլ ինձ թույլ չի տա շատերի հետ աշխատանք տանեմ, որովհետև Աստված հենց ինձի հետ կաշխատի, Աստված ամեն մեկիս հետ անձամբ կաշխատի, որովհետև շատ զանգեր կրնա խանգարեն իմ ու Աստծու փոխադարձ հարաբերությունը, աղոթքի ժամանակացնից խլեն, Աստծու խոսքը Աստծու խոսքը լսելու ժամանակը խլեն, դոր համար աշխատեք, ամեն մեկդ փորձեք անձնական փոխադարձ հարաբերություններ մշակել ձեր ու Աստծո միջև, շարունակությունը կաշտանք, քանի որ ինչպես անձրևնությունը երկիրը երկնքից կիջնեն ու հոնչեն դառնա, ապա երկիրը կորոքեն ու նրան պտղաբեր ու արգասավոր կանոն ցանողին հունդ ու ուտողին հաց կուտան, իմ բերանիցս ելած խոսքն էլ պիտի ինձի պարապ չդառնա, ապա իմ կամքս պիտի կատարե ու հաջողությամբ գործադրե այն բանը, որի համար նրան խրկեցի, ուրեմն ստեղ ինչ կսե, անձրևնությունն նոր քիչնին երկրի վրա, իրանց նպատակ ունին իջնելու, բեշկը կջրեն, կառատացնեն, կոռոկեն, պտղաբեր ու արգասավոր կենեն, այսինքն առանց նպատակի երկնքից անձրևնությունը չի իջնի, կսե այնպես էլ, իմ բերանիցս ելած խոսքը, ինձի պարապ պիտի չդառնա, ինչի համար որ ինքը կխրգե, ինչ խոսք որ կսե, ժան չի դառնա, հապա իմ կամքս պիտի կատարե, այսինքն, այն ինչ որ
իմ բերանիցս ելել է, սա իմ կամքիս պես է։ Դու ինչ կուզես սա, դու ինչ կուզես որոշվի, մեկ է, վերջում տիրոջ խոսքը պիտի եղնի։ Այն որ կսես, չէ իմ սածս պիտի եղնի, քու սածդ չի կրնա եղնի, կամ տիրոջ սածը պիտի եղնի, կամ է պիտի հնազանդվի սատանայի կամքին։ Աստծու խոսքը պիտի հաջողությամբ գործադրե այն ամենը, ինչի համար որ այդ խոսքը իջել է։ Օրինակ, որ խոսքն է իջե։ Նորից անդրադառնանք 6-րդ խոսքին։ Նայեք, Տերը փնտրեք, քանի որ նա կգտնվի։ Սիկ Աստծու բերանից ելած խոսք է։ Նրան կանչեք, քանի որ նա մոտ է։ Ուրեմն, եթե այս պահին դու ունիս խնդիր, դու ունիս անհանգստություն, ու չգիտես այդ հարցի լուծումը, ուրեմն ինչ պետք է անես։ Կանչես պիտի Տիրոջը, հասկանալով որ Տերը մոտ է։ Նրան կանչես կը ու փնտրես կը իրան, ինքը կգտնվի։ Ու քո բոլոր հարցերիդ պատասխանները կուտա։ Ուրեմն կարդանք Ղուկաս 8:10 խոսքերը։ Նայլ ասավ. ձեզի տրված է հասկանալ Աստծո թագավորության խորհուրդները, բայց ուրիշներին առակով կխոսեմ, որպեսզի տեսնելով չտեսնեն ու լսելով չիմանան։ Ուրեմն ում է տրված Աստծո խոսքերն ու խորհուրդները հասկանալ, ով որ կանչված է Աստծո մեջ։ Այսօր եթե դու կլսես Աստծո խոսքը, դի կնշանակի որ դու կանչված ես լսելու, ու քեզի տրված է Աստծո խորհուրդները հասկանալ, բայց կան մարդիկ, որոնց տրված չէ։ Որոնք են այդ մարդիկ։ Այն մարդիկ են, որոնք կվազեն Աստծուց առաջ ու անհնազանդ են Աստծո կամքին։ Աստված միշտ կօրհնե հնազանդվողներին։ Մարդիկ կան, կրնան զանգեն ժամերով հարցեր տան, բայց երբեք չկիրառեն իրանց կյանքերի մեջ։ Հիշեք, սիրելիներ, կամ հարցնեն Աստծուց Աստծո կամքը ու չկիրառեն իրանց կյանքի մեջ։ Միշտ մենք բոլորս պիտի հիշենք։ Եթե դու անհնազանդության մեջ կքայլես, քո կյանքդ երբեք չի օրհնվի։ Ու ինչ կանեք ուզես լսես, լսելով կլսես ու չես հասկանա։ Քսե լսելով չեն իմանա, տեսնելով կտեսնին ու չեն տեսնի։ Ինչի, որովհետև իրանք Աստծուց օտարացած են։ Իսկ այն մարդիկ, որոնք անկեղծորեն կփնտրեն Աստծո երեսը, Աստված իր բոլոր գաղտնիքները կհայտնե իրան։ Կան հարցեր, կան խնդիրներ, ուղղակի մտի հնազանդության մեջ, ու Աստված բոլոր հարցերի պատասխանները քեզի կուտա։ Ուրեմն Գաղատացիս 6:7 խոսքերը կսե Աստված ծաղր չի եղնի, իսկ առակած 1:22-ից մինչև 33-ի խոսքերը կսե այն մասին որ շատերը կարող է ադեն գիտությունը, բայց չպատկերացնեն կամ ծաղրեն ու չպատկերացնեն որ Աստված էլ պիտի իրանց ծաղրե, ժամանակ պիտի գա որ իրանց պիտի ծաղրե։ Ուղղակի մանրամասն չեմ կաշտա, դուք կաշտացեք ժողովուրդ ջան այս խոսքերը։ Ու մենակ 23 խոսքի վրա պիտի կենտրոնանամ։ Կսե առակած 1:23 իմ հանդիմանությանս դարձեք։ Ահա իմ հոգիս ձեր վրա պիտի թափեմ ու իմ խոսքերս ձեզի պիտի հասկացնեմ։ Եթե դու Աստծո խոսքերը կկաշտած չես հասկնա, կամ կլսես ու կքնես, դի կնշանակի Աստծո ներկայությունը չկա քո կյանքիդ մեջ։ Խնդրե, որպեսզի Աստված իր հոգին թափե քո վրեդ ու իր խոսքերը հասկացնե քեզի։ Շատ լավ խոսքեր են, այս խոսքերը 22-ից 33-ը կաշտացեք։
Ուրեմն ովքեր որ Աստծո հանդիմանությունն ու խոսքերը կմերժեն, կսե ես էլ ձեր թշվառության վրա պիտի ծիծաղեմ ու ձեր վախը հասնելուն պես ծաղր պիտի անեմ։ Իրականում մի կարծեք, թե Աստված ծաղր կեղնի։ Եթե կան մարդիկ, որ կծաղրեն Աստծուն, Աստծո խոսքը իրանց գործերով, ու Աստծո խոսքն ու Աստծո կամքը իրանց կյանքի մեջ առաջի տեղ չեն տնե, այլ կաբրին իրանց ցանկությունները բավարարելու համար, ուրիշիներին էլ հետները կմծնեն մեղքի ու կօգտագործեն, այդ տեսակի մարդիկ թող միշտ մտածեն, որ Աստված ծաղր չի եղնի, ինչ որ ցանենք հազարապատիկը կհնձենք։ Արագած 11:21 խոսքը կաշտամ։ Անօրենները թեև ձեռքի տալով միաբանին էլ անպատիժ պիտի չմնան, բայց աշտարների սերունդը պիտի ազատվի։ Ուրեմն եթե դուք անօրենության մեջ եք, այսինքն անօրինական գործողությունների մեջ, մտածեք այնպես բաների մեջ, որոնք Տիրոջ առաջ մեղք է, պիտի հիշենք մենք բոլորս, որ անպատիժ պիտի չմնանք։ Անօրեն ինչ կնշանակի։ Անօրինական գործողություն կատարողներ, օրենքից դուրս գործողություններ կատարողներ, Աստծո օրենքից դուրս։ Բայց աշտարների սերունդը պիտի ազատվի։ Ովքեր են աշտարները։ Կաշտան Հռոմեացիս 2:13 խոսքերը։ Քանի որ ոչ թե օրենքը լսողներն են Աստծո առաջ աշտար են, հապա օրենքը կատարողները պիտի աշտարանան։ Ուրեմն որ աշտարների մասին է խոսքը։ Աշտարներ են մարդիկ են, ովքեր Աստծո օրենքը կլսեն ու կկատարեն։ Սիրելիներ, այսօր սկանը, ինչ որ Տերս պատվիրել էր, որ ցեզ հետ խոսայի ու կիսվեի, պարզապես հիշեք մի բանը։ Գաղատացիս 6:7 խոսքը։ Աստված երբեք ծաղր չի լինի կամ չի եղնի։ Մի փորձեք Աստծո օրենքները շրջանցել։ Մի փորձեք ճշմարտության նկատմամբ ձեր ականջները փակեք։ Աստված ինչ սավ Կայենին։ Մի նախանձե Աբելին, եթե լավ էնես ընդունելի չի եղնի։ Այսինքն, եթե այսօր Աստծո ականջը փակեք ու օրենքդ լսելուն, դի կնշանակի, որ լավ չես երը, չի ընդունե Աստված, քու ընծատ, որը կրնայեղնի քու աղոթքդ, որովհետև Աստծո կամքի պես չես աղոթե, որովհետև Աստծո կամքի պես չես ընթանա, իսկ եթե դու լավ ենես, Աստծուն հաճելի կեղնի, ու Աստված քու ընծայիդ կհավնի։ Փառք Աստծուն այսօրվա հիանալի օրվա համար, փառք Աստծուն այսօրվա խոսքերի համար, որ իրական մեզի բոլորիս պետք էր, որ մենք հասկանանք, որ Աստված մեր կողքը նստած է, Աստված պատրաստ է պատասխանե մեր բոլորիս աղոթքներին։ Ինքը մոտ է, կսե Տիրոջը կանչե, ինքը մոտ է։ Երեմիա 33:3 կսե ինձի կանչի ու քեզ պատասխան պիտի տամ ու մեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չգիտես։ Սիրելիներ, պարզապես սկսեք ձեր հարաբերությունները կառուցեք Աստծո հետ։ Ու մնացած արդեն Աստված ձեզի կսե։ Երբ որտեղ ինչ պտենեք, որպեսզի կյանքի ցանկացած ոլորտում հաղթանակ տանեք։ Լավ մնացեք։